Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ իհարկե ալիքի էջերում կգտնեք կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով։ Այժմ ես կներկայացնեմ մայիս ամսվա կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար եւ իհարկե ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղասույց լուսնացույց եւ կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Սիրելի բարեկամներ, մի փոքր փոխել եմ ամսվա կանխատեսումների ֆորմատը բոլոր կենդանակերպերի համար։ Այժմ ես առանձին չեմ ներկայացնելու այլևս կենդանակերպերի կանխատեսումները, այլ ընդհանուր ամսվա կտրվածքով կներկայացնեմ կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար, այնպես որ դիտեք այս վիդեոն սկզբից մինչև վերջ, որպեսզի իմանաք, թե ինչ է ձեզ սպասվում մայիս ամսվա ընթացքում։ Սիրելի բարեկամներ, մայիսը բավականին բարդ ամիս է լինելու, այսինքն արդեն իսկ ապրիլի վերջից մտնում ենք 2025 թվականի տուրբուլենտ եւ բարդագույն ճգնաժամերով եւ զանազան ցնցումներով լի ժամանակահատված, որը լինելու է մայիսին եւ հունիսին հատկապես գերազանցապես։ Ու իհարկե նաեւ կլինեն այլ ճգնաժամային հատվածներ, դրա մասին կխոսենք արդեն Facebook-յան եթերներում, իմիջիայլոց բաժանորդագրվեք նաեւ Facebook-յան էջից, որտեղ կիրակի օրերը լինում են ավանդական կիրակնօրյա եթերներ։ Եվ այդ իսկ պատճառով իհարկե մայիսը տուրբուլենտ ամիս է, մայիսը բարդ ամիս է, ճակատագրական ամիս է, վճռորոշ ամիս է բոլոր կենդանակերպերի համար, սիրելի բարեկամներ։ Ամիսը սկսվում է այն ժամանակ, երբ մայիսի 10-ին կապի եւ հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրին մուտք է գործում ցուլ կենդանակերպ, որտեղ նա կմնա մինչև մայիսի 26-ը։ Ես ասեմ, որ Մերկուրին, այսինքն կապի եւ հեռահաղորդակցության մոլորակը երկու անգամ է իր դիրքավորումը փոխում այս ամսվա ընթացքում, այսինքն դա նշանակում է, որ արագ են տեղի ունենալու բոլոր փոփոխությունները, ինչպես բացասական, այնպես էլ դրական։ Պես որ այդ ամենին իհարկե պետք է պատրաստ լինել, սիրելիներս, եւ արդեն հատկապես մայիս աչքի ընկնելու տնտեսական ճգնաժամերով եւ ցնցումներով։ Եվ երբ Մերկուրին մուտք գործի ցուլ, աստղակերպ ցուլը գիտեք, որ պահպանողական կենդանակերպ է, քիչ դանդաղաշարժ կենդանակերպ է, բայց նա կապված է ցուլը, ընդհանրապես դա զոդիակալ երկրորդ նշանն է եւ կապված է նյութականի հետ, եկամուտների աղբյուրների հետ, ընդհանրապես ունեցվածքի հետ, նյութական աշխարհի հետ։ Եվ այդ իսկ պատճառով մայիս ամսվա ընթացքում նաև արեգակն է լինելու, գիտեք, որ ցուլ կենդանակերպում չափազանց կարևորը այդ նյութական բաղադրիչը եւ կարողանալ պահպանել եւ ճիշտ ձևով զարգացնել ձեր նյութական այսպես կարողությունները, ձեր բիզնեսը, ձեր ունեցվածքը ճիշտ ուղղությամբ տանել։ Սա մայիսի կարևորագույն մեսիջներից մեկն է։ Եվ այսպես, ինչ է սպասվում կենդանակերպերին Մերկուրիի ցուլ մուտքի հետ կապված։ Բոլոր կենդանակերպերին այժմ կանդրադառնա նախ խոյ։ Խոյերի համար շատ բարենպաստ է այս դիրքը ցուլ կենդանակերպում, որովհետև դա խոյերի երկրորդ աստղատունն է, այսինքն ֆինանսների տունն է, նյութական բարիքների տունն է, եկամուտների տունն է, ունեցվածքի տունն է, այնպես որ մուտք գործելով Մերկուրին մուտք գործելով ցուլ, խոյերին հնարավորություններ կտա նոր գործնական կապեր հաստատել, նոր պայմանագրեր ստորագրել, որոնք հետագայում կբերեն իրենց եկամուտներ եւ ֆինանսական հաջողություններ։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար իհարկե նույնպես բարենպաստ է Մերկուրի այս դիրքը, որովհետեւ դա ձեր առաջին աստղատանն է գտնվում եւ կտա կոնտակտների ակտիվացում, նոր ծանոթություններ, նոր ինչ որ կապեր, լուրեր, որ դուք վաղուց սպասում եք, բայց չէիք ստանում այդ տեղեկատվությունը, ինչու, որովհետեւ Մերկուրին հետ ընթաց էր, բավական երկար ժամանակ։ Ցուլ կենդանակերպը նոր տեղեկություններ կստանա, շատ կարևոր է նաև
ցելի համար մայիսին գործել տրամաբանված եւ ճշգրիտ ձևով, այսինքն 7 անգամ չափեք, նոր մեկ անգամ գործեք, որպեսզի չկորցնեք ձեր ճակատագրերի կողմից ձեզ ընձեռված հնարավորությունները։ Սիրելի երկվորյակներ, Մերկուրին հայտնվելով ցուլ կենդանակերպում ընկնում է ձեր 12-րդ աստղատունը, որը կառաջացնի գաղտնի թշնամիների ակտիվացում, բամբասանքների ակտիվացում, ինչ որ ինֆորմացիա, որը դուք չէիք ցանկանա, որ ջրերես բարձրանա, կրկին ջրերես կբարձրանա, բարդություններ կստեղծի Մերկուրին ցուլ կենդանակերպում, նաև երկվորյակներ ձեր ճամփորդությունների ընթացքում 12-րդ տունը նաև հեռավոր ճամփորդություններ է։ Եթե դուք ցանկանում եք ինչ-որ փաստաթղթեր ձևակերպել, ենթադրենք այլ երկրներում կացություն ստանալու համար, նույնպես սա խնդրահարույց է լինելու մայիսի սկզբին, համենայն դեպս մինչև մայիսի 26-ը, երբ Մերկուրին մուտք կգործի ձեր իսկ աստղակերպ, այսինքն երկվորյակներ։ Սիրելի խեցգետինիկներ, ձեզ համար բարենպաստ է Մերկուրիի դիրքը ցուլ կենդանակերպում, նա մուտք է գործում ձեր 11-րդ աստղատունը, որը շատ լավ է ընկերական կապերը վերականգնելու, ինչ որ նպատակներ իրականացնելու համար, մարդկային միջամտությամբ, մարդկային օժանդակությամբ այդ նպատակները, ինչ որ կարևոր նպատակ ձեզ համար կիրագործվի մայիսի հենց 10-ից հետո, իհարկե նաև բարենպաստ է, լավ լուրեր կլսեք ձեր երեխաների հետ կապված, ինչ որ թանկագին մարդկանց հետ կապված, այնպես որ խեցգետիների համար լավ լուրերով է սկսվելու մայիսը։ Սիրելի արյուծիկներ, դες համար Մերկուրին մուտք գործելով ցուլ կենդանակերպ հայտնվում է 10-րդ աստղատանը, որը գործնական լավ ինչ որ տեղեկատվություն կտա, երկար սպասված լուրեր, աշխատանքի հետ կապված, պաշտոնի հետ կապված եւ այլն, սոցիալական կարգավիճակի հետ կապված հնարավոր է ինչ որ փաստաթղթեր եք դասավորում, ձևակերպում, չի ստացվում, ինչ որ ուշանում է եւ Մերկուրին, քանի որ Մերկուրին ղեկավարում է նաեւ փաստաթղթերը այդ թվում։ Այդ ամենը կստացվի ձեզ մոտ, սիրելի արյուծիկներ։ Սիրելի կույսեր, Մերկուրին հայտնվում է ձեր 9-րդ աստղատանը մուտք գործելով ցուլ կենդանակերպ, որը խորհրդանշում է հեռավոր ճամփորդություններ, արտասահմանից լուրեր կամ նվերներ, արտասահմանից ինչ որ կարևոր տեղեկատվություն, որ դուք վաղուց սպասում եք եւ ոչ մի կերպ չեք կարողանում ստանալ, ահա մայիսի 10-ից հետո այդ տեղեկատվությունը դուք կստանաք։ 9-րդ տունը կապված է նաև դատական գործընթացների հետ, որոնք նոր թափ կհավաքեն, եթե դուք դատական գործընթացների մեջ եք, մայիսի 10-ից հետո նոր թափ է ստանալու այդ ամենը, կամ բարձրագույն կրթության հետ է կապված, դասավանդման, կրթություն ստանալու, նոր մասնագիտություն ստանալու հետ շատ բարենպաստ է իմջալոց այս դիրքը ձեզ համար, սիրելի կույսիկներ։ Սիրելի կշերքներ, ձեզ համար Մերկուրին մուտք գործելով ցուլ կենդանակերպ հայտնվում է 8-րդ տանը։ Իսկ 8-րդ տունը դա էքստրեմալ իրավիճակների տունը, մի փոքր լարված է ամիսը անցնելու, ընդհանրապես կշերքների համար, որովհետև ցուլը, որով անցնում է եւ Արեգակ եւ ցուլ կենդանակերպում արդեն 2018 թվականից ի վեր գտնվում է նաեւ Ուրանը, գիտեք, եւ Մերկուրին է հիմա անցնելու նաեւ մայիսի 10-ից հետո ցուլ կենդանակերպով, իհարկե 8-րդ տունն է կշերքների համար, որը էքստրեմալ իրավիճակների տուն է, լարվածության տունն է, նաև փողաբեր տուն, այսինքն եթե դուք կարողանաք ճշգրիտ կարգավորել այդ ձեր բոլոր ֆինանսական հարցերը, բիզնեսի հետ կապված հարցերը, ապա դուք հաջողություն կունենաք։ Հատկապես բարենպաստ է այդ դիրքը, ընդհանրապես 8-րդ տանը մոլորակների դիրքը, եթե ակնկալվում է ձեր գործընկերոջ կամ զուգընկերոջ կողմից եկամուտների աճ, նրանց մոտ կարող է աճեն եկամուտների, այդ ձևով դուք օգտվեք, բայց հենց կշերքներին մեծ վարկեր կամ պարտքեր կամ շատ ինչ որ խիստ տնտեսական ակտիվություն ծավալել մայիսին այնքան էլ բարենպաստ չէ, ռիսկային է, ես կասեի, ոչ թե բարենպաստ, այլ ռիսկային է։ Եթե ճշգրիտ ամեն բան հաշվարկեք եւ այդ գումարները ճիշտ կարողանաք բաշխել եւ ծախսել, ապա կունենաք լավ արդյունք։ Սիրելի կարիճներ, ձեզ մոտ իհարկե մայիսը նույնպես լարված ամիս, ինչու, որովհետեւ մոլորակները կենտրոնանում են 7-րդ տանը, իսկ 7-րդ տունը դա մեզ շրջապատող մարդկանց, եթե առաջի տունը դա ես եմ, իմ ինքնադրսևորումն է արտաքին աշխարհ, ապա 7-րդ տունը դա
միջավայրն է, թե ինչպիսի մարդիկ են ձեզ շրջապատում եւ ինչպես են այդ մարդիկ ձեզ վերաբերվում։ Եվ այսպես Մերկուրիի դիրքը իհարկե 7-րդ տանը կակտիվացնի ձեր շփումները, կոնտակտները մարդկանց հետ։ Ավելի լայն աուդիտորիա ձեռք կբերեք, ավելի լայն ինչ որ եթե հաճախորդների հետ եք աշխատում, կընդլայնվի այդ հաճախորդների թիվը, նաև ակտիվ փոխհարաբերություններ կհաստատեք այդ մարդկանց հետ, բայց նաև չպետք է մոռանալ, որ 7-րդ տունը նաև թշնամիների տուն է, այսինքն կարող են ակտիվանալ նաև ձեր թշնամիները եւ հակառակորդները, սիրելի կարիճիկներ, այնպես որ զգուշ եղեք, սիրելի աղեղնավորներ, ձեզ համար Մերկուրին մուտք գործելով ցուլ կհայտնվի 6-րդ աստղատանը, իսկ 6-րդ աստղատուն աշխատանքային տուն, այսինքն լուրեր, լավ լուրեր կստանաք մայիսի 10-ից հետո գործերի հետ կապված, աշխատանքի հետ կապված, առօրյայի հետ կապված, առողջական խնդիրներով հնարավոր է զբաղվեք, սիրելի աղեղնավորներ, ընդհանրապես պատասխանատվության տունն է 6-րդ տունը, այսինքն ձեր պատասխանատվության, աշխատանքային գործունեության, առօրյայի հետ կապված ինչ որ նորացում է լինելու, ինչ որ ակտիվացում է լինելու, ավելի շատ այսպես ակտիվ կշփվեք ձեր գործի տեղը, ձեր առօրյա կյանքում, այսպես ավելի ակտիվ կոնտակտների մեջ կմտնեք։ Եվ սիրելի այդ եղջյուրներ, ձեզ համար Մերկուրին մոտ գործելով 5-րդ տուն, ցուլ հայտնվում է ձեր 5-րդ տանը, որը սիրո, երեխաների, հաճույքների, հանգստի շատ բարենպաստ է ձեզ համար, սիրելի այդ եղջյուրներ, ընդհանրապես մայիսը բարենպաստ ամիս է ձեզ համար, սիրելի այդ եղջյուրներ, այնպես որ վայելեք սերը, վայելեք շփումը ձեր սիրելիների, երեխաների հետ, ավելի ակտիվ մասնակցեք նրանց կյանքին, դրական մասնակցություն ունեցեք, լավ լուրեր ձեր երեխաներից, ձեր սիրելիներից, որտեղ Մերկուրին հենց առաջին հերթին դա լուրերն են եւ կոնտակտներն են, այսինքն փոխհարաբերություններն են։ Եվ ջրհոսների համար Մերկուրին մոտ գործելով ցուլ կենդանակերպ հայտնվում է 4-րդ աստղատանը, իսկ 4-րդ աստղատունը կապված է տան, ընտանիքի, ծնողների, հայրենիքի, հայրենի տան, այսինքն այն տան, որը դուք ժառանգում եք ձեր ծնողներից։ Ահա դրա հետ հնարավոր ինչ-որ փաստաթղթեր եք ձևակերպում, հետընթաց Մերկուրիի պարագայում ուշացել է այդ գործողությունը, այդ արդյունքը չեք հասցրել կամ չեք կարողացել ինչ-որ պայմանագիր ստորագրել կամ ինչ-որ կարևոր ընդհանուր հայտարարի գալ, ենթադրենք տան հետ կապված էր կամ ունեցվածքի հետ կապված, ապա մայիսի 10-ից հետո այդ ամենը արագ թափ կստանա, սիրելի ջրհոսներ, սիրելի ձկնիկներ, ձեր մոտ Մերկուրին մոտ գործելով ցուլ կենդանակերպ հայտնվում է 3-րդ աստղատանը, իսկ 3-րդ աստղատունը ամենաակտիվ տունն է եւ ամենաբարենպաստ տներից մեկն է Մերկուրիի համար, դրանք շփումներն են, ճանապարհներն են, շարժական գույքն է, հնարավոր է ինչ-որ փնտրեք եւ գտնեք հարմար ինչ-որ նոր մեքենա կամ ինչ-որ այլ ակտիվ գույք, հեռախոս օրինակ կամ ինչ-որ այսպես շփման կոմունիկացիայի հետ կապված սարքավորումներ գնելու ձեռք բերելու համար լավ լուրեր քույրերից եւ եղբայրներից, սիրելի ձկնիկներ, ձեզ համար մայիսը նույնպես բարենպաստ ամիս է, ասեմ, որ իմանաք։ Եվ ընդհանուր առմամբ մայիսին մենք ունենում ենք 6 կարևորագույն աստղաբնական իրադարձություններ։ Առաջին ես արդեն ձեզ ներկայացրեցի, սիրելի բարեկամներ, թե ինչ է նշանակում Մերկուրիի մուտքը ցուլ կենդանակերպ մայիսի 10-ին։ Մայիսի 12-ին Երևանի ժամանակով 20:55 րոպե ունենալու ենք մայիսյան լիալուսինը 22 աստիճան կարիճում։ Եվ թե ինչ է նշանակում այս լիալուսինը բոլոր կենդանակերպերի համար այժմ կիմանաք, դիտեք այս վիդեոն մինչև վերջ։ Սիրելի խոյեր, այս լիալուսինը մայիսյան տեղի կունենա ձեր 8-րդ աստղատանը, որը հղի է լարվածությամբ, ֆինանսական խնդիրներով, եթե սխալ եք բաշխում ձեր միջոցները, ֆինանսական ռեսուրսները, ապա խնդիրներ եք ունենալու, մեծ վարկեր եւ պարտքեր ցանկալի չի անել, հատկապես մայիսի 12-ից հետո, բայց եթե դուք ճիշտ եք վարվում ձեր ֆինանսական միջոցների հետ, ապա մայիսի երկրորդ կեսին հնարավոր է եկամուտների աճ։
Դեվ չմոռանանք, որ Մերկուրին շարունակաբար գտնվել է մինչև մայիսի 26-ը ձեր երկրորդ աստղատանը, այսինքն ֆինանսների տանը։ Հնարավորություններ կան ձեր ունեցվածքը եւ եկամուտները ավելացնելու, սիրելի խոհեր։ Սիրելի ցուլեր, ձեզ մոտ այս լիալուսինը հայտնվում է 20 այսինքն 22 աստիճան կարիճում հայտնվում է ձեր 7-րդ աստղատանը եւ սա նշանակում է, որ ուշադրության կենտրոնում կրկին անգամ ձեր մոտ սիրելի ցույց հայտնվում են հարաբերությունները միջավայրի հետ, զուգընկերների եւ գործընկերների հետ։ Լիալուսինը խտացնում է մեր ուշադրությունը այն տան ոլորտում, որտեղ նա տեղի է ունենում։ Եվ իհարկե հատկապես այն ցուլերին է վերաբերվում այս լիալուսինը, նաեւ ովքեր ծնվել են մայիսի 10-ից 14 ընկած ժամանակահատվածում, որովհետև նրանց մոտ այդ ժամանակ սոլար վերադարձն է լինելու, այսինքն ամբողջ տարին նրանց մոտ, ձեր մոտ սիրելի ցույց, ովքեր ծնվել են մայիսի 10-ից 14-ը, հենց այդ լիալուսնի նշանի տակ է անցնելու, այսինքն լիալուսինը դա բարձրագույն ռեալիզացիան է, իրագործումը։ Դուք այս տարի, գալիք տարվա ընթացքում 25 թվականի մայիսից մինչև 26 թվականի մայիսը կարող եք իրագործել կարևոր ծրագրեր, կենսական նշանակություն ունեցող, ձեր ցանկությունները կարող են իրագործվել։ Լիալուսինը նաև ցանկությունների իրագործում է բերում։ Պես ուշադիր եղեք, հատկապես նրանք, ովքեր ծնվել են մայիսի 10-ից 14 ընկած ժամանակահատվածում։ Թե փոխհարաբերությունների հետ, զուգընկերների, գործընկերների հետ, թե ընդհանրապես միջավայրի հետ փոխհարաբերություններում, այսինքն դուք կարող եք դրանից եւ տուժել եւ օգտվել, դա կապված է ձեր ինքնադրսևորումից, սիրելի ցուլեր։ Եվ երկորակներ, սիրելի երկորակներ, այս լիալուսինը անցնում է ձեր 6-րդ աստղատանը, 6-րդ աստղատունը կապված է պատասխանատվության, աշխատանքի, առօրյայի եւ առողջության հետ, ուշադրություն դարձրեք առողջությանը։ Փոփոխություններ հնարավոր են տեղ ունենալ ձեր աշխատանքային գործունեության մեջ, հնարավոր է նոր աշխատանք, հնարավոր է պատասխանատվության աճ, այսինքն ավելանում է աշխատանքը, ձեր գործը տվյալ աշխատավայրում, ավելի կշատանան ձեր այսպես պարտավորությունները մայիսի երկրորդ կեսին։ Եվ սիրելի խեցգետիներ, ձեզ մոտ այս լիալուսինը մայիսյան տեղի ունենում 5-րդ աստղատան, իսկ 5-րդ աստղատունը դա սիրո, երեխաների, հաճույքների տուն է, շատ բարենպաստ է, հղիանալու համար լավ է, 5-րդ տունը դա նաև հղիության խորհուրդ ունի, երեխաների համար լավ է, հաջողություն կլինի ձեր երեխաներին, սիրելիներին, նաև բարենպաստ է բիզնեսի համար։ Սիրելի առյուծիկներ, ձեզ մոտ այս մայիսյան լիալուսինը անցնում է 4-րդ աստղատանով, որը խորհրդանշում է տուն, ընտանիք, հայրենիք, ծնողներ, արմատներ, այսինքն ամբողջ ցեղական այդ ծառը հենց 4-րդ տունն է խորհրդանշում եւ ահա լիալուսինը կենտրոնացնելու է ձեր ուշադրությունը հենց այդ հարցերի շուրջ։ Այսինքն ցանկանում եք դուք ապրել հենց այդ նույն տանը, որտեղ ապրում եք ձեր հայրական տանը, ենթադրենք թե ցանկանում եք այլ տուն, ենթադրենք ընտանիքը մեծացել է, ուզում եք նաև մեկ ավելի հարմար, ավելի մեծ տուն կամ մի քանի տուն ձեռք բերել, այս բոլոր հարցերի շուրջ խորելու եք եւ մտածելու եք մայիսի երկրորդ կեսին։ Սիրելի կույսիկներ, ձեզ մոտ այս լիալուսինը հայտնվում է 3-րդ աստղատանը, 3-րդ աստղատունը կապված է լուրերի, քույրերի, եղբայրների, մոտակա միջավայրի հետ եւ շարժական գույքի հետ։ Նո, այսինքն այստեղ փոխհարաբերությունները ձեր մոտակա միջավայրի հետ, քույրերի, եղբայրների, հարևանների, բարեկամների հետ, նաև ուսում, հնարավոր է ինչ-որ վերապատրաստում անցնեք, կամ հնարավոր ինչ-որ նոր աշխատանք եւ ավելի հեռու լինի եւ ավելի հաճախ ստիպված լինեք ճանապարհորդել, իհարկե կար ճանապարհներ կամ նոր մեքենա ձեռք կբերեք։ Մի խոսքով կույսերի համար այս լիալուսինը նույնպես բարենպաստ է։ Սիրելի կշերտներ, ձեզ համար նույնպես բարենպաստ է մայիսյան լիալուսինը հայտնում է ձեր երկրորդ աստղատանը, որը կխորհրդանշի, որ դուք պետք է մայիսի երկրորդ կեսին ավելի լուրջ մտածեք եկամուտների աղբյուրների, այսինքն եկամուտների ընդլայնման, եկամուտների աղբյուրների շատացման մասին եւ կյանքը բարենպաստ այսպես պայմաններ կստեղծի դրանց իրականացման համար, այդ բոլոր ֆինանսական ծրագրերի իրականացման համար, այնպես որ ձեզ համար սիրելի կշերտներ նույնպես բարենպաստ է։ Սիրելի կարիճիկներ, ձեզ մոտ իհարկե այս լիալուսինը տեղի կունենա առաջին աստղատանը եւ հատկապես կազդի այն կարիճների վրա, ովքեր ծնվել են նոյեմբերի 13-ից 16 ընկած ժամանակահատվածում, կանցնի ձեր արեգակով լուսինը։
այստեղ ինչ ասեմ, եւ անձնական հարցերն է, եւ գործնական հարցերն է, շատ կարեւոր է այդ լիալուսինը լինելու ձեզ համար եւ դուք պետք է անպայման ուշադրություն դարձնեք լիալուսինը լիություն է նշանակում, լիություն ձեր փոխհարաբերություններում գործընկերների, զուգընկերների հետ, ինքներդ ձեր հետ, այսինքն խաղաղեցնել ձեր ներաշխարհը, որպեսզի դուք հասնեք ձեր ուզած նպատակներին եւ ձեր ծրագրերը իրագործվեն արդեն մայիսի երկրորդ կեսին։ Զգուշացնեմ, որ կարիճների համար կրկին զգուշացնեմ, որ բարդ ամիս է լինելու մայիս, այնքան էլ հեշտ չի լինի գալ այդ ընդհանուր հայտարարի, որովհետեւ մորակները կենտրոնանում են ձեր 7-րդ տանը, սիրելի կարիճներ։ Եվ աղեղնավորների մոտ այս մայիսյան լիալուսինը հայտնվում է 12-րդ տանը, որը գաղտնի թշնամիներն են, ինչ որ գաղտնի հուզումներն են, որտեղ լիալուսին նաև հույզեր է խորհրդանշում, այ որ լուսինը մեծ է, կլոր է, դա էմոցիոնալ, այսպես ցնցումներ է առաջացնում, պետք է զգուշանալ այդ գաղտնի թշնամիներից, չարագործություններից, այդ գաղտնի թշնամիների, որոնք ձեր դեմ են ուղղված եւ այլն։ Նաև արտասահմանում պետք է զգուշ լինեն աղեղնավորները, որտեղ 12-ը նաև հեռավոր արտասահման է խորհրդանշում, այնտեղ նույնպես արկածներ են հնարավոր։ Եվ այծեղջյուրներ, սիրելի այծեղջյուրներ, ձեզ մոտ այս լիալուսինը մայիսյան տեղի ունենում 11-րդ աստղատանը, որը խորհրդանշում են ընկերներ, գաղափարակիցներ, իրազանքների իրագործում, չափահաս երեխաներ, ընկերություն, թամբыз լայն իմաստով, նաև սեր, այնպես որ ձեզ համար նույնպես շատ բարենպաստ է, սիրելի այծեղջյուրներ, այս լիալուսինը մայիսյան, հնարավոր է լավ լուրեր ձեր եւ չափահաս երեխաներից, նրանք արդեն տեղեկացնեն, որ ամուսնանում են կամ երեխա են ունենում, կամ դուք հանդիպեք ինչ-որ կարևոր անձնավորություն, եթե այդ փնտրտուքների մեջ եք, ամեն դեպքում կարևոր երազանքի իրականացում է խոստանում այս մայիսյան լիալուսինը այծեղջյուրներին եւ նաեւ եթե օնլայն բիզնեսով եք զբաղվում, նույնպես բարենպաստ է։ Սիրելի ջրհոսներ, ձեզ մոտ մայիսյան լիալուսինը հայտնվում է 10-րդ աստղատանը, լուսավորում է 10-րդ աստղատանը, որը գործնական նպատակների իրականացում է խոստանում, պաշտոն, նոր աշխատանք, նոր սոցիալական կարգավիճակ, խոսքով բոլոր այդ հարցերը, որոնք հիմնականում առնչվում են ձեր հասարակական սոցիալական կացության հետ եւ ձեր նպատակների, սոցիալական նպատակների իրականացման հետ։ Ահա այս ամենի վրա է պետք կենտրոնանալ մայիս ամսվա ընթացքում, երբ մորակները խտանում են ցուլ կենթանակերպում։ Եվ ձկնիկների համար այս լիալուսինը խորհրդանշում է ճամփորդություններ մայիսյան, լիալուսինը հայտնվում է ձեր 9-րդ տանը, սիրելի ձկնիկներ, եւ դուք ճամփորդելու եք կամ նոր ինչ-որ ընկերներ, նոր հարաբերություններ արտասահմանի հետ կամ արտասահմանյան կազմակերպությունների հետ, շատ բարենպաստ է, նաև գաղափարական ինչ-որ նոր զարգացումների, ձեռքբերումների համար, ուսման համար, նաև դատական գործընթացների համար եւս բարենպաստ է։ Եվ այսօր ներկայացնեմ, սիրելի բարեկամներ, մայիս ամսվա ամենակարևոր աստղաբանական զարգացումը, դա Սատուրն մորակի դիրքի փոփոխությունն է, որը մեզ մոտ տեղի է ունենալու մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 7:35 րոպե, Սատուրնը լքելով ձկներ կենթանակերպը մուտք կգործի Խոյ։ Իհարկե այստեղ նա մշտական չի մնալու, մինչև սեպտեմբերի 1-ն է մնալու Խոյ կենթանակերպում, բայց արդեն իսկ այդ նախերգանքը կտեսնեք, թե ինչպիսի զարգացումներ են ձեզ սպասում, սիրելի բարեկամներ, երբ Սատուրնը 2 տարի շարունակ գտնվելու է Խոյ կենթանակերպում, 26-ից 28 թվերը նա գտնվելու է Խոյ կենթանակերպում, եւ սա պարզապես դեռ նախերգանքը կլինի, այսպես ասած, առաջին ծիծեռնակը կլինի այն զարգացումների, որոնք դեռ ձեզ սպասվում են, բայց այնուամենայնիվ պետք է ուշադիր լինեք։ Սատուրնը մուտք գործելով Խոյ հայտնվում է Խոյ կենթանակերպի առաջին աստղատանը եւ սա նշանակում է, որ Խոյերը հանձնելու են կարմիկական քննություն, այսինքն արդյոք դուք ճիշտ եք ապրել նախորդ այդ 30 տարիների ընթացքում, ճիշտ ռեալիզացրել եք ձեր ներքին պոտենցիալը, ձեր կարմիկական այսպես առաքելությունը ճիշտ եք կատարել, թե թերացել եք, եւ կախված նրանից, թե ինչպես եք դուք ապրել այդ նախորդ ցիկլերի հետ կապված, Սատուրնի 30 տարի, ավելի նեղ, լայն իմաստով, ավելի նեղ իմաստով 15 տարի դա Սատուրնի կիսա պարբերաշրջանն է, հա։
Ինչպես եք դուք ապրել, ինչ փոխհարաբերություններ եք հաստատել ձեր դիմացիների հետ, առաջի տունը կապված է ոչ միայն ձեր եսի, այլ նաև միջավայրի հետ, ձեր գործընկերների, զուգընկերների։ Սատուրնը կարող է ձեզ եւ ճնշել եւ սահմանափակել, բայց նաև տալ մեծ հնարավորություններ կատարել ձեր ամենանվիրական երազանքները կապված դրանից, թե ինչպիսին զարգացումներ են եղել ձեր կյանքում նախորդ 30 տարիների ընթացքում։ Իհարկե ավելի մանրամասն Սատուրնի դիրքի փոփոխության հետ կապված ես կներկայացնեմ Facebook-յան կիրակնօրյա ավանդական եթերներից մեկում, կարծեմ մայիսի վերջում դա կլինի։ Ցուլերի համար Սատուրնը հայտնվում է 12-րդ տանը, իհարկե դա շատ բարդ դիրք է, ակտիվանալու են այդ գաղտնի թշնամիները, ակտիվանալու են ձեր չար տրամադրված մարդիկ, ձեր նկատմամբ կարող է կազմակերպությունները, Սատուրնը նաև կազմակերպություններ է խորհրդանշում, սիրելի բարեկամ, այսինքն հնարավոր է ինչ-որ կազմակերպություններ ձեզ դատի տան կամ ինչ-որ քայլեր ձեռնարկեն ձեր դեմ, այնպես որ զգուշ եղեք։ Արտասահմանի իմաստով արդեն հեռավոր արտասահմանը խորհրդանշում է 12-րդ տունը, նույնպես խոչընդոտներ եւ բարդություններ են սպասվում ցուլերին հեռավոր արտասահմանում։ Երկվրյակների մոտ Սատուրնը մուտք գործելով 11-րդ տուն խոյ հայտնվում է ձեր 11-րդ տանը եւ այստեղ իհարկե իմաստուն ընկերներ, իմաստուն գաղափարակիցներ, իմաստուն զուգընկերներ կարող է հայտնվեն։ Ձեր երեխաները կարող է ձեզ շատ իմաստուն խորհուրդներ տան, այնպես որ լսեք իրենց, որպեսզի կարողանաք իրագործել ձեր նպատակներն ու ծրագրերը, սիրելի երկվորյակներ։ Սատուրնը խորհրդանշում է նաև իմաստուն խորհրդատուի, դրա մասին է խոսքը։ Սիրելի խեցգետիներ, Սատուրնը մուտք գործելով խոյ հայտնվում է ձեր 10-րդ աստղատանը, որը խորհրդանշում է հասարակական կարգավիճակ, այսինքն հասարակական կարգավիճակի փոփոխություն, նոր ինչ-որ զարգացումներ ձեր աշխատավայրում, նոր պաշտոն, ավելի բարձր պաշտոն հնարավոր է։ Բայց Սատուրնը այսպես քննություն պիտի սկզբի ձեզանից վերցնի եւ նոր ձեզ տա այդ բարձրացում, այդ աճը։ Ամուսնություն նույնպես հնարավոր է, որովհետեւ հասարակական կարգավիճակի փոփոխությունը նաեւ ամուսնություն է խորհրդանշում։ Եվ առույցների մոտ իհարկե հրեղեն նշանների համար շատ բարենպաստ է այս դիրքը Սատուրնը խոյ կենթանակերպում, մտնելով խոյ Սատուրնը առույցների համար հայտնվում է 9-րդ աստղատանը, որը նշանակում է հեռավոր արտասահման, կապեր արտասահմանցիների, ինչ որ հովանավորչություն արտասահմանում, այսինքն ինչ որ կազմակերպության կամ անձի կողմից հովանավորություն, ազդեցիկ անձի կողմից հովանավորչություն, սիրելի առյուծիկներ, նոր կրթություն, բարձրագույն կրթություն կամ կարող դուք որոշեք սկսել դասավանդել, նույնպես հավանական է, սիրելիներս։ Կույսերի համար Սատուրնը մուտք գործելով խոյ հայտնվում է 8-րդ աստղատանը, որը էքստրեմալ իրավիճակների մասին է խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է ֆինանսական կողմի վրա կյանքի դարձնել ուշադրություն, հնարավոր ինչ-որ ժառանգություն ստանա կամ հնարավոր է ինչ-որ փոխհատուցում ստանաք, բայց ամեն դեպքում դա արտաքին միջամտության ձևով է լինելու, այսինքն կակտիվանան ձեր գործընկերները, զուգընկերները, որոնք ավելի շատ եկամուտներ հնարավոր աշխատեն կամ ավելի բարձր սոցիալական կարգավիճակ ձեռք կբերեն։ Անշարժ գույքի հետ նույնպես կապված է կամ վաճառք անշարժ գույքի կամ անշարժ գույքի ձեռքբերում, սիրելի կույսեր։ Եվ կշերքների համար իհարկե մշտապես տանջված են կշերքները, երբ որ խոյ կենթանակերպում ինչ որ աստղաբանական երևույթ է տեղափոխում, իհարկե անմիջապես դա անդրադառնում է կշերքների վրա, որովհետև խոյը կշերքների 7-րդ տունն է, եւ Սատուրնը հայտնվելով խոյի 7-րդ տանը, կշերքի 7-րդ տանը իհարկե խնդիրներ առաջացնում նախ եւ առաջ անձնական կյանքում, փոխհարաբերություններում, միջավայրի հետ, լայն իմաստով այն շրջապատը, որը դուք ունեք, որտեղ դուք ծավալում եք ձեր գործունեությունը, արդեն ավելի խստապահանջ կգտնվի ձեր նկատմամբ, ավելի խիստ կանոններ, պահանջներ, այսպես ձեր առջև կդնի եւ դուք իհարկե դրանից մի փոքր ճնշվելու եք, բայց այնուամենայնիվ Սատուրնը հզոր է ավելի շատ կշերքում քան խոյ կենթանակերպում, այսինքն սիրելի կշերքներ դուք կկարողանաք դիմակայել եւ հակազդել այդ Սատուրնի ճնշող աստեցությանը։ Սիրելի կարիճներ, Սատուրնը մուտք գործելով խոյ հայտնվում է կարիճների 6-րդ աստղատանը, որը խորհրդանշում է հիվանդություններ, աշխատանք, պատասխանատվություն, ավելի շատ մեծ պատասխանատվություն։ Դուք ստանձնելու եք ձեր վրա մոտակա 2 տարիների ընթացքում ավելի մեծ պատասխանատվություն եւ առաջին ծիծեռնակը, առաջին ծիլը այդ ամենի սկսվելու հենց մայիսի 25-ից հետո։ Պետք է ուշադրություն դարձնել կարիճներին նաև առողջությանը, ինչ խոսք։
առօրյա կյանքը նույնպես կարող է փոփոխվել։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ համար իհարկե բարենպաստ է Սատուրնի դիրքի փոփոխությունը եւ նրա մուտքը Խոյ կենդանակի, որտեղ այդտեղ նա հայտնում է ձեր 5-րդ աստղատանը, որը սիրո, երեխաների, հաճույքների տունն է։ Այստեղ իհարկե Սատուրնը կարող է ձեզ տալ ինչ-որ բաղձալի երազանքի իրագործում, թնդրենք վաղուց երազում եք երեխա ունենալ կամ թոռ ունենալ։ Ահա սա շատ լավ է, կամ որ ձեր երեխաները ամուսնանան, նույնպես եթե երկար ժամանակ վաղուց դուք երազում եք այդ ամենի մասին, ինչ որ քայլեր եք ձեռնարկում անկեղծ բաց բարի սրտով, ուրեմն այդ բոլոր նպատակներն ու երազանքները կիրագործեն։ Սիրելի այծ եղջյուրներ, Սատուրնը մոտ գործելով Խոյ հայտնում է ձեր 4-րդ աստղատանը, 4-րդ աստղատունը խորհրդանշում է, գիտեք, ընտանիք, եւ երեխաներ եւ ծնողներ, այն տունը, որ դուք ունեք, այստեղ իհարկե բարդություններ կլինեն ձեր ընտանիքում, սիրելի այծ եղջյուրներ, հնարավոր ինչ որ խնդիրներ ունենան ձեր ընտանիքի անդամներ, հատկապես տղամարդիկ, առողջական խնդիրներ լինի, թե գործնական, խոչընդոտներ կկանգնեն նրանց առջև, տանը նույնպես, այսինքն եթե դուք ցանկանում եք ինչ որ բարձր գնով վաճառել ձեր տունը, նույնպես դա խնդրահարույց է, կամ ինչ որ արագ վերանորոգել կամ տեղափոխվել մի տնից մյուս տուն, նույնպես բարդ է, այսինքն Սատուրնը իհարկե ուշացնում է, բարդացնում է բոլոր գործընթացները։ Սիրելի ջրհոսիկներ, ձեզ մոտ Սատուրնը մոտ գործելով Խոյ հայտնվում է 3-րդ աստղատանը, որը խորհրդանշում է շփումներ, կոնտակտներ, այսինքն ավելի կհաճախակի կլինեն ձեր շփումները, ենթադրենք տարիքով մեծ անձանց հետ կամ տարիքով մեծ ձեր բարեկամների հետ, ավելի սերտ շփումներ, իմաստուն մարդկանց հետ, որոնցից դուք կարող եք ինչ-որ բան սովորել, նաև պետք է լսեք իրենց խորհուրդները ձեր ընթացիկ կյանքի և գործունեության մեջ, այսինքն առանց մասնագիտական այսպես լուրջ խորհրդատվության, օրինակ պետք չէ ձեռք բերել ավտոմեքենա կամ ցանկացած կոմունիկացիոն ինչ-որ սարքավորում, հեռախոս եւ այլ, պետք է անպայման խորհրդակցել նոր, որ դուք լավ արդյունք ստանաք այդ ամենից։ Սիրելի ձկնիկներ, Սատուրնը մոտ գործելով Խոյ հայտնում է ձեր 2-րդ աստղատան, թամպես ձկների մոտ շատ կարևոր է այս ընթացքում եւ մոտակա 2 եւ 10 տարիների ընթացքում, 12 տարիների ընթացքում եւ Նեպտունի հետ կապված եւ Սատուրնի հենց ֆինանսական բաղադրիչ է կյանքի, մեծ ուշադրություն դարձրեք, այստեղ հնարավոր է դուք որոշեք նոր բիզնես սկսել եւ որի համար անհրաժեշտ լինի նոր ինչ-որ գումարներ, վարկեր, պետք է շատ այսպես կշռադատված եւ գիտակից գործեք, որտեվ եթե առանց մտածելու այդ գումարները վերցրեք եւ ծախսեք, դա իհարկե ձեզ օգուտ չտա, բայց եթե դուք ճիշտ ուղղությամբ գնաք եւ ճիշտ ուղղությամբ ծախսեք այդ գումարները, այդ խնդիրներ չեք ունենա։ Իհարկե Սատուրնը երկար տանը 2-2.5 տարի արդեն գտնվում էր ձկներում մինչև մայիս, այս տարի մինչև մայիսի 25-ը եւ այդ ընթացքում ձեզ նա ենթարկել է բազմիցս քննությունների, խոչընդոտների, խնդիրների առջև է կանգնել, բայց ահա արդեն մայիսի 25-ից հետո այդ ամենը կթեթևանա, այսինքն Սատուրնի այդ երկաթյա բռունցքը արդեն ձեր գլխից կամ կոկորդի վրայից դուրս կգա, որը իհարկե շատ բարենպաստ է։ Սիրելի բարեկամներ, այժմ ներկայացնեմ նաև հերթականությամբ հաջորդ, մենք մոռացանք ասել, որ Արեգակը մայիսի 20-ին 22-54 րոպեին մուտք է գործում երկվորյակներ եւ մինչեւ հունիսի 21-ը գտնվելու է երկվորյակներում, բնականաբար ես չեմ կրկնի իհարկե բոլոր կենդանակերպերի նշանակությունը, այդ ամենը բազմիցս այդ ամենին անդրադարձել եմ իմ ֆեյսբուքյան եթերներում եւ մայիսի 26-ին Մերկուրին գաբեև հեռահաղորդակցության մոլորակը մուտք է գործում երկվորյակներ, որտեղ նա կհյուրընկալվի մինչև հունիսի 9-ը, իհարկե երկվորյակներում Մերկուրին զորավոր է, ուժեղ է, արագընթաց է եւ արագ կարողանում է լուծել
զանազան ինֆորմացիոն խնդիրներ, լոգիստիկ խնդիրներ, բեռնափոխադրում, չգիտեմ, ապրանքաշրջանառություն, մարդկանց միջև կոմունիկացիա, այդ ամենը ակտիվանալու է մայիսի 26-ից հունիսի 9-ը։ Եվ իհարկե խիստ բարենպաստ է բոլոր օդի նշանների համար, նաև երկվորյակների համար եւ կույսերի համար, որովհետեւ կույսն ու երկվորյակը գտնվում են Մերկուրիի հզոր ազդեցության տակ, այդ իսկ պատճառով նրանք հիմնականում դրական զարգացումներ պետք է սպասել այդ դիրքի փոփոխության հետ կապված, դե երկվորյակների ամիսը սկսվում է արդեն մայիսի 20-ից հետո, ես շնորհավորում եմ բոլոր ցուլիկներին եւ երկվորյակներին իրենց ծննդյան տարեդարձերի հետ կապված, որտեղ մայիսը դա ցուլերի եւ նաեւ երկվորյակների տոնն է։ Սիրելիներս, Մերկուրին մուտք գործելով երկվորյակներ խոյ կենթանակերպի համար հայտնում է երրորդ աստղատանը, որը կակտիվացնի սիրելի խոյը ձեր շփումները, կոնտակտները, նոր ծանոթություններ, նոր պայմանագրերի ստորագրում, նոր հնարավորություններ, նոր ուսում, մի խոսքով խոյերի համար խիստ բարենպաստ է Մերկուրիի դիրքը երկվորյակներում, ցուլիկների համար եւս բարենպաստ է, հատկապես ցուլերի համար լավ կլինի մայիսի երկրորդ կեսը, ինչու, որովհետեւ մինչ դա հատկապես ապրիլ ամսվա ընթացքում շատ էսպես երբ արեգակը նաև նորակները գտնում են խոյ կենթանակերպում, նաև երբ որ ցուլ կենթանակերպով են անցնում, բավականին լարված էներգետիկական հոսանքներ են անցնում ցլերի, այսպես էներգետիկական դաշտերով, բայց Մերկուրին եւ արեգակը երբ մուտք գործեն երկվորյակներ, դրանք ձեր երկրորդ աստղատունն է, սիրելի ցուլիկներ, իսկ երկրորդ աստղատունը դա ֆինանսների նյութական հաջողության տուն, այնպես որ ձեզ համար հատկապես արդեն ամսի 20-ից հետո իրավիճակը զգալիորեն կբարելավվի։ Եվ Մերկուրին երկրորդ տանը խոստանում է ֆինանսական նոր հոսքեր, նոր հնարավորություններ, եկամուտների նոր աղբյուրներ։ Մերկուրին երկվորյակների իհարկե ղեկավարն է եւ երկվորյակների համար մուտք գործելով երկվորյակներ հայտնում է առաջի աստղատանը, որը կակտիվացնի սիրելի երկվորյակներ ձեր շփումները, կոնտակտները գաղափարակիցների հետ, ընդհանրապես միջավայրի հետ, նոր ծանոթություններ, նոր պայմանավորվածություններ, նոր աճ, ինտելեկտուալ նոր զարգացում է ձեզ սպասվում այդ ընթացքում։ Սիրելի խեցգետիններ, ձեզ համար Մերկուրին մուտք գործելով երկվորյակներ հայտնվում է 12-րդ տանը, որը գաղտնի թշնամիների ակտիվացում է խոստանում, նաև խնդիրներ արտասահմանյան ճամփորդություններում, ուշացումներ եւ խոչընդոտներ։ Սիրելի առյուծներ, ձեզ համար Մերկուրին մուտք գործելով երկվորյակներ հայտնվում է 11-րդ տանը, որը խորհրդանշում է ընկերական ջերմիջավայր, հանդիպումներ ընկերների հետ, շփումներ, կարևոր երազանքի իրականացում, լավ լուրեր ձեր չափահաս երեխաների հետ կապված, նաև ընկերակցություն, այսինքն հնարավոր է դուք եթե փնտրում եք, արդեն եթե մեկ անգամ հիասթափված եք ձեր կյանքում, սիրելի առյուծիկներ, եթե փնտրում եք ինչ-որ կարևոր անձնավորություն ձեր կյանքում, ապա մայիսի վերջին հնարավոր է հանդիպեք, այնպես որ մի խուսափեք ընկերական հավաքներից։ Կույսերի համար իհարկե լավ է Մերկուրին երկվորյակներում, հայտնում է կույսերի 10-րդ աստղատանը, որը խորհրդանշում է սոցիալական աճ, զարգացում, հեռանկարներ, հասարակական կարգավիճակի փոփոխություն, նոր ինչ-որ հորիզոններ, աշխատանքի հետ կապված լուրեր, եթե վաղուց սպասում եք, ասենք աշխատանքի մասին տեղեկատվության, որ չեք կարողանում տեղավորվել, ապա մայիսի 26-ից հետո ավելի հավանականությունը մեծանում է։ Սիրելի կշերտներ, ձեզ համար եւս բարենպաստ է Մերկուրին երկվորյակներում հայտնվում է ձեր 9-րդ տանը, որը խորհրդանշում է նոր ճամփորդություններ, հետաքրքիր ծանոթություններ արտասահմանում, նաև ավելի ակտիվ կհամագործակցեք արտասահմանյան կազմակերպությունների հետ եւ հնարավոր է նոր ուսում, նաև դասավանդում, եթե այդ գործունեության մեջ եք։ Կարիճների համար իհարկե խնդրահարույց է, որովհետև Մերկուրին մուտք գործելով երկվորյակներ, սիրելի կարիճներ հայտնում է ձեր 8-րդ տանը, իսկ 8-րդ տունը դա էքստրեմալ իրավիճակների տուն է, լարվածության տուն է, ֆինանսական խնդիրներ եւ այլն, այսինքն այստեղ պետք է հիմնականում դուք հույսը դնեք ձեր գործընկերների եւ զուգընկերների, որտեղ նրանց մոտ հնարավոր է ֆինանսական աճ եւ զանազան հաջողություններ։ Աղեղնավորները նույնպես իհարկե լարվածություն է սկսվում, երբ արեգակը նաև Մերկուրին մուտք կգործեն երկվորյակներ, որտեղ 7-րդ տանն է հայտնվում եւ դիմակայում է արեգակին եւ այլ մորակներին, թե աղեղնավորում այլ մորակներ ունեք։ 7-րդ տունը, Մերկուրին 7-րդ տանը ես ված չեմ տեսնում, որովհետեւ կակտիվանան ձեր շփումները, կոնտակտները, նոր ծանոթություններ, նոր հնարավորություններ կբացվեն, բայց նաև կակտիվանան ձեր
բաց թշնամիներ, այսինքն հնարավոր է ինչ-որ ձեր դեմ ելույթներ ունեն, պես որ զգուշ եղեք, սիրելի աղեղնավորներ։ Սիրելի այդ եղջյուրներ, Մերկուրին մուտք գործելով երկվորյակներ հայտնում է ձեր 6-րդ տանը, իսկ 6-րդ տունը դա առօրյայի տուն է, աշխատանքի տուն է, առողջության եւ հիվանդությունների։ Ահա այդ եղջյուրին պետք է ուշադրություն դարձնել առողջությանը այս ամենի հետ կապված եւ նաեւ աշխատանքային գործունեության մեջ ավելի մեծ պատասխանատվություն եք ստանձնելու, սիրելի այդ եղջյուրներ։ Ջրհոսների համար խիստ բարենպաստ է Մերկուրին հայտնվում 5-րդ տանը, սեր, երջանկություն, ներդաշնակություն սիրելիների եւ երեխաների հետ։ Ձկների մոտ Մերկուրին մոտ գործելով երկվորյակներ հայտնվում է 4-րդ տանը, որը խորհրդանշում է տան հետ կապված հարցերի վերջապես լուծում։ Դրենք դուք փաստաթղթեր եք ձևակերպում տան առքովաճառքի հետ կապված կամ տան հետ կապված ինչ որ ձևակերպումներ եք անում եւ ահա հետընթաց Մերկուրիի պարագայում կամ այլ հանգամանքներից ելնելով Սատուրն էր գտնվում ձեր նշանում, սիրելի ձկներ, ուշանում այդ ամենը, հիմա արդեն մայիսի 26-ից հետո արագ ընթաց կստանա այս ամենը։ Եվ մայիսյան վերջին աստղաբանական կարևորագույն իրադարձությունը դա մայիսյան նորալուսինն է, որը տեղի կունենա մայիսի 27-ին 7:02 րոպե Երևանի ժամանակով 6 աստիճան երկվորյակներում հանճարեղության աստիճանում։ Իհարկե շատ հետաքրքիր նորալուսինը, նորալուսինը նորացնում է մեր կյանքը, նոր դրական զարգացումներ է տալիս կոնկրետ այն ոլորտում, որտեղ նա տեղի է ունենում, այնպես որ բաց մի թողեք այս կարևորագույն նորալուսինը։ Խոյերի համար իհարկե նորալուսինը տեղի ունենում 3-րդ աստղատանը, որը խորհրդանշում է նոր շփումներ, նոր հարաբերություններ, լավ լուրեր քույրերից, եղբայրներից։ Հնարավոր է նաև մեքենա ձեռք բերեք, շարժական գույք, կոմունիկացիոն զանազան միջոցներ, նոր հեռախոս, նոր համակարգիչ եւ այլն։ Ցուլիկների համար շատ բարենպաստ է, որովհետև այս նորալուսինը սիրելի ցուլեր տեղի ունենում ձեր 2-րդ աստղատանը, որը խորհրդանշում է նոր եկամուտների աղբյուրներ, ֆինանսական հաջողություններ, ունեցվածքի ավելացում, այսինքն դուք կենտրոնացնեք ձեր ուշադրությունը հենց այդ կյանքի նյութական բաղադրիչի վրա, դուք միանշանակ կունենաք մեծագույն հաջողություն մոտակա ամիսների ընթացքում, սիրելի ցուլեր։ Երկորյակներ, սիրելի երկորյակներ, այս նորալուսինը տեղի ունենում ձեր առաջի աստղատանը, որը խորհրդանշում է նոր կյանք, նոր էներգիա, նոր հաջողություններ, նոր անձնական հարաբերություններ, մի խոսքով բոլոր ոլորտներում նոր, որտեղ առաջի տունը ներառում է իր մեջ բոլոր աստղատները եւ հատկապես կզգան, մեծապես կզգան այս նորալուսինը երկվորյակները, ովքեր ծնվել են մայիսի 25-ից 28 ընկած ժամանակահատվածում, որտեղ նրանք այդ ժամանակ ապրելու են իրենց այսպես կոչված սոլար, այսինքն արեգակնային ծննդյան օրն է ձեր, եւ արեգակը շրջապտույտ կատարելով բոլոր նշաններով հայտնվում է այն նույն կետում, որտեղ նա եղել է այն ժամանակ, երբ որ դուք լույս աշխարհ եք եկել, սիրելի բարեկամ, դա կոչվում է սոլար աստղաբանության մեջ, եւ այս նորալուսինը ընդհանրապես եւ նորալուսինը համընկնում է սոլար հորոսկոպի հետ, այսինքն ձեր ծննդյան օրվա հետ, դա արդեն նշանակում է, որ մոտակա տարվա ընթացքում սպասվում են նոր դրական զարգացումներ ձեր կյանքում, անձնական կյանքում, գործնական կյանքում, առօրյայում, կյանքի ֆինանսական ոլորտում բոլոր, այսպես ասած, հանգամանքներով եւ ասպեկտներով դրական զարգացումներ են սպասվում ձեզ սիրելի երկորյակներ։ Խեցգետինների համար այս նորալուսինը 12-րդ տան է, որը ակտիվացնելու է ձեր գաղտնի թշնամիներին, խնդիրներ առաջացնելու արտասահմանում։ Պես որ շատ մի ճամփորդեք մայիսի վերջին, սիրելի խեցգետիններ։ Առյուծների մոտ այս նորալուսինը 11-րդ տանն է, որը խորհրդանշում է երազանքի, կարևոր երազանքի իրականացնվելու ձեր համար, սիրելի առյուծներ, նաև անձնական ոլորտում խիստ բարենպաստ է։ Գույսերի համար նույնպես բարենպաստ է այս նորալուսինը, որտեղ տեղի ունենում գույսերի 10-րդ աստղատանը, որը խորհրդանշում է սոցիալական նպատակ, մեծագույն նպատակ, այն կետը, որին մենք ամբողջ կյանքի ընթացքում ձգտում ենք, նոր պաշտոն, նոր աշխատանք, նոր սոցիալական կարգավիճակ, ամուսնություն, երեխայի
ծնունդ եւ այլն, կախված նրանից թե կամ թորնիկի ծնունդը, դա կախված է նրանից, որ այսպես կյանքի որ փուլում է գտնվում գույսը եւ սիրելի կշերքներ ձեզ համար նույնպես խիստ բարենպաստ այս մայիսյան նորալուսին այստեղ Արեգակը եւ Լուսինը միանում են ձեր 9-րդ աստղատանը, որը խորհրդանշում է նոր կապեր արտասահմանի հետ, նոր ճամփորդություններ, նոր հնարավորություններ արտասահմանում, կրթության հնարավորություն, դասավանդման հնարավորություն, նոր գաղափարներ, խոսքով շատ բարենպաստ է։ Կարիճների համար իհարկե սա կապ բարենպաստ է, որովհետև այս նորալուսինը սիրելի կարիճներ տեղի ունենում ձեր 8-րդ աստղատանը, որը խորհրդանշում էքստրեմալ իրավիճակներ, հանկարծակի անսպասելի զարգացումներ, բայց լավ է անշարժ գույքի հետ կապված գործողությունների համար, այսինքն հնարավոր է նոր հիպոթեկով օրինակ անշարժ գույք ձեռք բերեք կամ գույք ստանաք ժառանգաբար կամ փոխհատուցումներ ստանաք եւ այլն եւ այլն։ Լավ է նաեւ ձեր գործընկերների եւ զուգընկերների համար ֆինանսական իմաստով սիրելի կարիճներ։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ մոտ այս մայիսյան նորալուսինը հայտնվում է 7-րդ տանը, որը խորհրդանշում է մեր զուգընկերներին կամ գործընկերներին, լայն իմաստով այն մարդկանց, ովքեր մեզ շրջապատում են եւ ում միջավայրում մենք կայացնում ենք մեր գործունեությունը, զարգացնում ենք մեր կյանքը։ Ու այստեղ իհարկե լավ է նոր շփումներ, նոր ծանոթություններ, նոր ինչ-որ հնարավորություններ, նոր գործընկերներ, նոր զուգընկերներ աղնավորի համար այդ տեսանկյունից շատ բարենպաստ է, բայց նաև կարող են ակտիվանալ սիրելի աղեղնավորներ կամ կարող եք նոր թշնամիներ եւ ուրեմն մրցակիցներ ձեռք բերել, պետք է զգուշ լինեք նաև այդ իմաստով։ Սիրելի այդ եղջյուրներ, ձեզ մոտ իհարկե այս մայիսյան նորալուսին հայտնվում է 6-րդ տանը, որը խորհրդանշում է անոր աշխատանք, նոր չգիտեմ, պատասխանատվություն, նոր հնարավորություններ աշխատանքային ոլորտում կամ մի քանի աշխատանք հնարավոր է երկրորդ, երրորդ աշխատանքը դա առաջարկեն։ Այնպես որ շատ բարենպաստ է, քանի որ այս եղջյուրը շատ պատասխանատու նշան է, սիրում եմ այսպես շատ պատասխանատվություն իր վրա վերցնել, բայց շատ մի հոգնեք, որտեղ դա հետո բացասական կարող է նրանալ ձեր առողջության վրա, սիրելի այդ եղջյուրներ։ Սիրելի ջերհոսիկներ, ձեզ համար եւս շատ բարենպաստ այս մայիսյան նորալուսին 5-րդ տանն է հայտնվում, նոր ընկերություն, նոր սեր, նոր երեխաներ, հղիություն է հնարավոր, թորնիկներ, բարենպաստ է նաև բիզնեսի համար իհարկե այս նորալուսինը։ Եվ ձկնիկների մոտ այս նորալուսինը հայտնվում է 4-րդ տանը, նոր տուն, նոր հնարավորություններ կապված անշարժ գույքի հետ կապված, այսինքն ենթադրենք ուզում եք վաճառել ձեր գույքը, որը ժառանգաբար ձեզ է հասել հայրական տունը եւ նոր բնակարան ձեռք բերել, ծնողներից նորություններ դրական, չգիտեմ, շատ բարենպաստ է նաև ձկնիկների համար, ընդհանրապես ձկնիկների համար մայիսը լավ ամիս է, շատ լավ ամիս է։ Եվ ուզում եմ հիշեցնել սիրելի բարեկամներ նաև որոշակի առանձնահատկություններ մայիսի, եթե հիշում եք դեռևս հունվարից 2025 թվականի լուսնային հանգույցները հունվարի 12-ից փոխել են իրենց դիրքավորումը, այդ լուսնային հանգույցների առանցք փոխել է իր դիրքավորումը եւ հայտնվել ձկներ եւ գույս նշաններում եւ հատկապես իհարկե բնականաբար դա կազմի մայիսի ընթացքում այցու նաեւ ձկների եւ գույսերի վրա լուսնային հանգույցները շարժվելու են 26-ից 24 աստիճան հետ են շարժվում, այլ մորակների հետ համեմատությամբ հետ են շարժվում 26-ից 24 աստիճաններն են գրավելու գույսի եւ ձկների եւ հատկապես գույսերի վրա կազդեն այն գույսերի վրա, ովքեր ծնվել են սեպտեմբերի 16-ից 20-ը, այսինքն նրանք պետք է զգուշանան կորուստներից, զանազան խնդիրներից, առողջական խնդիրներից եւ գործնական բարդություններից, որովհետեւ հարավային լուսնային հանգույցն է անցնում գույս կենդանակերպով եւ դրանով խլում է, գիտեք, հաջողություն, ընդհանրապես հարավային հանգույցը ավելի շատ կլանում խլող է։ Իսկ վերընթաց լուսնային հանգույցը, որը նախաձեռնություն է հաղորդում, գտնվում է ձկներում եւ հատկապես կօգտվեն այս լուսնային հանգույցի հնարավորությունից, որտեղ նոր հնարավորություններ է բացում, եթե դուք ակտիվ գործեք, դուք անպայման կհասնեք ավելի արագ ձեր նպատակներին, հատկապես այն ձկներին է վերաբերում, ովքեր ծնվել են
մարտի 13-ից 19 ընկաժամանակահատվածում հաջողությունը ձեր կողմն է, գործեք ակտիվ, սիրելի ձկնիկներ, հատկապես նրանք, ովքեր ծնվել են մարտի 13-ից 19, եթե մայիսին նրանք ակտիվ ճիշտ գործողություններ ծավալեն, ապա արագ կհասնեն իրենց նպատակներին։ Եվ չարաբաստիկ սև լուսինը շարունակում է իր ընթացքը կարիճ կենդանակերպով, մայիսի ընթացքում սև լուսինը անցնելու է կարիճի 3-ից 5 աստիճաններով եւ հատկապես կազդի այն կարիճների վրա, ովքեր ծնվել են հոկտեմբերի 25-ից 29 ընկաժամանակահատվածում, իհարկե առաջի տանը սև լուսինը խլում է հաջողությունը, ակտիվությունը, էներգիան, ավելի հոռետեսական մտքեր է հաղորդում, դե կարիճը առանց այդ էլ որոշակի հակում ունի հոռետեսությանը եւ սև լուսին իհարկե այստեղ կարող է ձեզ այսպես ավելի մթնացնել գույները, խտացնել գույները, իրականությունը այդքան վատ չէ, ինչքան դուք պատկերացնում եք, պես որ զգուշ եղեք։ Եվ իհարկե կազդի այս սև լուսինը նաև հատկապես ցուլիկների վրա, այն ցուլիկների վրա, ովքեր ծնվել են ապրիլի 21-ից 26-ը եւ կհայտնվի 7-րդ տանը։ 7-րդ տանը իհարկե սև լուսինը հատկապես վատ է անդրադառնում միջանձնային հարաբերությունների վրա, ինչպես լայն իմաստով ձեր միջավայրում ձեզ կսկսեն վատ աչքով նայել, հնարավոր է վիրավորեն կամ հայտնվեն ոչ բարեխիղճ գործընկերներ կամ զուգընկերներ, ովքեր ձեզ այսպես անուն կկպցնեն, կոպիտ ասած, ինչ-որ խնդիրներ ունեցող զուգընկերներ հնարավոր է հայտնվեն, այսինքն թուղթու գրող զուգընկերներ եւ այլն, այնպես որ պետք է զգուշ լինեն, հատկապես այն ցլիկներ, ովքեր ծնվել են ապրիլի 21-ից 26-ը։ Եվ տնտեսական ճգնաժամը, որը իհարկե վրա է հասնելու մայիսին, հատկապես մայիսի 16-ից 20-ը վտանգավոր այդ տեսանկյունից անսպասելի ցնցումներ տնտեսական, ռազմաքաղաքական ցնցումներն էլ նույնպես հավանական են, ինչու, որովհետև այդ ժամանակ Արեգակը միանալու է Ուրան անսպասելի փոփոխությունների Ուրան մոլորակին, հեղափոխական Ուրան մոլորակին, որը շարունակաբար գտնվում է ցուլ նշանում, իհարկե արդեն հուլիսի 7-ից դուրս կգա կմտնի երկուրյակներ, բայց ամեն դեպքում դա պետք է հիշել, որ Արեգակը միանում է Ուրանի հետ, դա 24-ից 27 աստիճաններում է տեղի ունենալու ցուլ կենդանակերպի։ Եվ իհարկե բնականաբար այդ օրերին ծնվածների վրա մեծապես կազդի, դա հատկապես այդ ցուլերի վրա, ովքեր ծնվել են մայիսի 16-ից 20-ը, 15-ից 20-ը, անսպասելի զարգացումներ են հնարավոր իրենց կյանքում, նաև հատկապես ֆինանսական բաղադրիչի վրա պետք է ուշադրություն դարձնել, որտեղ հնարավոր է ինչ-որ շուկաների անկում, արտարժույթների զգալի տատանումներ եւ այլն, այդ օրերին պետք է զգուշ լինել եւ չպլանավորել ինչ-որ կարևոր ֆինանսական գործունեություն կամ գոնե սպասել մինչև Արեգակը մոտ գործի երկվորյակներ, այսինքն մայիսի 20-ից հետո նոր այդ ամենը իրականացնել։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, գրեք, իհարկե ձեզ դուր եկավ այս ֆորմատը, թե ոչ, որովհետև իմ ժամանակի սովության պատճառով ես չեմ կարող այլևս բոլորի համար, բոլոր կենդանակերպերի համար առանձին կանխատեսումներ ստեղծել, կարծում եմ այս կարճ վիդեոն բավականին ինֆորմատիվ էր, բավականին հետաքրքիր էր եւ այսուհետ կարծում եմ այդ ձևաչափով կլինեն ամսական կանխատեսումները։ Հա այսքան է, սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի հետ իմ YouTube կանալին, ես ձեզ ցանկանում եմ ֆանտաստիկ մայիս, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ գրեք մեկնաբանություններում, թե ինչպես են իրականանում իմ կանխատեսումները, անձամբ ձեզ համար կհանդիպենք, ստեսություն։